Հայաստանի կառավարությունը սկսել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև TRIP նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու գործընթացը։ Որոշման ընդունմամբ մենք նախագիծը սահմանված կարգով կուղարկենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան։ Եթե Սահմանադրական դատարանը գտնի, որ մայր օրենքին հակասող դրույթներ միջազգային փաստաթղթում չկան, այն կներկայացվի Ազգային ժողովի վավերացմանը։ Շրջանակային համաձայնագիրը Հայաստանի արտաքին գործերի նախարարն ու Միացյալ Նահանգների պետքարտուղարը նախաստորագրել էին մայիսի 26-ին Երևանում, օրեր անց էլ ստորագրել։ TRIP-ի հիմնադրման փաստաթղթային գործընթացը ավարտելու համար ևս 2 փաստաթղթի ստորագրում է նախատեսված, հավելեց արտաքին գործերի նախարարը, բաժնետերերի միջև պայմանագիրը և TRIP զարգացման ընկերության կանոնադրությունը։ Դրանց վրա աշխատում են։ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, արդեն վավերացման գործընթացում գտնվող այս շրջանակային համաձայնագրով արձանագրվում է, որ Հայաստանը և Միացյալ Նահանգները նպատակ ունեն Հարավային Կովկասում տրանսպորտային փոխադրումների, տրանսպորտային ենթակառուցվածքների, տարածաշրջանային և գլոբալ առևտրի զարգացման ճանապարհով նպաստել ու ամրապնդել Հարավային Կովկասում խաղաղությունը, հաստատված կայունությունը, ինչպես նաև ժողովուրդների և պետությունների զարգացումը։ Նաև ուզում եմ նշել, որ ողջ գործընթացը եւ ընկերությունը եւ հետագա գործունեությունը եւ այս համաձայնագիրը ամբողջությամբ համահունչ է եւ իրականացվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության լիարժեք հարգմամբ, այս մասին էլ բազմաթիվ ամրագրումներ եւ արձանագրումներ կան փաստաթղթում։ Համաձայնագրով Հայաստանն ու Միացյալ Նահանգները հիմնադրելու են TRIP զարգացման ընկերությունը։ Այս ընկերությունը կարողանա Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր գոտիներում առանձին նախագծերի համար հիմնադրել հատուկ նշանակության ընկերություններ, ներգրավել այլ գործընկերներ։ TRIP զարգացման ընկերությունը կստանա հողօգտագործման, կառուցապատման իրավունք այս գոտիներում եւ այս իրավունքը կգործի նախնական 49 տարով եւ այս ժամկետում ընկերությունում բաժնեմասերը կբաշխվեն հետեւյալ կերպ. Միացյալ Նահանգներին կպատկանի բաժնեմասերի 74%-ը եւ Հայաստանի Հանրապետությանը կպատկանի բաժնեմասերի 26%-ը։ 49 տարի ժամկետը լրանալուց հետո կողմերի համաձայնությամբ հնարավորություն կա համագործակցության ժամկետը երկարաձգել ևս 50 տարով։ Նման որոշում կայացվելու պարագայում Հայաստանը կունենա բաժնեմասերի արդեն 49%-ը, նախկին 26-ի փոխարեն։ Դրա համար բավարար կլինի համագործակցության ժամկետը երկարաձգելու Հայաստանի համաձայնությունը։ Որևէ լրացուցիչ քայլ կամ ներդրումային պարտավորություն Հայաստանը չի ստանձնելու։ Հայաստանի Հանրապետությունը կրկին վերադառնալով նախորդիվ ասածից կպահպանի իր լիարժեք ինքնիշխանությունը եւ լիիրավ իրավազորությունը պետական սահմանի կառավարման, սահմանային վերահսկողության, մաքսային վարչարարության, Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող բոլոր մաքսային գործընթացների նկատմամբ։ Միրզոյանն ընդգծեց, Հայաստանը իր ներպետական օրենսդրությանը եւ միջազգային համաձայնագրերին համահունչ կշարունակի պատասխանատու լինել հետեւյալի համար. Ա. Անվտանգություն եւ իրավապահ գործունեություն, Բ. Սահմանային վերահսկողություն եւ սահմանային անվտանգություն, Գ. Մաքսային եւ միգրացիոն վերահսկողություն, Դ. Հարկերի եւ տուրքերի փոխանցում պետական բյուջե, Ե. Պետական տեղեկատվական համակարգեր, Զ. Պետական վարչական գործառույթներ եւ վերահսկողություն։ Այս գործառույթների իրականացման համար աշխատանքի բաժանումը կարող է լինել front office, back office սկզբունքով։ Front office-ի համար կարող են ներգրավել մասնավոր օպերատորներ, սա մի պրակտիկա է, որը Հայաստանի Հանրապետությունում արդեն կա։ Արտգործնախարարը կարծում է, ներկայացվածն ամբողջությամբ կարող է փարատել բոլոր հնարավոր մտահոգությունները, որոնք անկեղծորեն գուցե առաջացել են, եւ բոլոր չարամիտ շահարկումները, որոնք եղել են վերջին շրջանում։ Մամուլում հրապարակումներ կան ստեղծված TRIP Plus ամերիկյան ընկերության վերաբերյալ։ Կառավարության նիստում պարզաբանվեց, դա ուղիղ կապ չունի TRIP զարգացման ընկերության հետ, որը հիմնադրելու են Հայաստանն ու Միացյալ Նահանգները եւ որը գործելու է Հայաստանում։ Ամերիկյան կողմը TRIP Plus-ը ստեղծել է ներդրումներ ներգրավելու համար։ Ստեղծության ֆոնդ է, որը գեներացնում է միջոցներ հետագայում կոնտինենտալ իմաստով ներդրումներ անելու եւ այդ ում ստեղ
Կառավարությունը որոշեց 2026 թվականի պետական բյուջեից մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1 միլիարդ 35 միլիոն դրամ, 8 համայնքների 9 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նստ Մարզերի ներկայացրեց համաֆինանսավորման չափերը։ Արարատի մարզի 1 ծրագիր 157.1 միլիոն դրամ, Արմավիրի մարզի 1 ծրագիր 31.9 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզի 1 ծրագիր 310.4 միլիոն դրամ, Լոռու մարզի 2 ծրագիր 67.6 միլիոն դրամ, Սյունիքի մարզի 1 ծրագիր 143.9 միլիոն դրամ, Տավուշի մարզի 3 ծրագիր 323.8 միլիոն դրամ։ Սուբվենցիոն այս ծրագրերն ավարտվել կամ դեռ ընթացքի մեջ են։ Ռոռոկման համակարգի նորոգում, կառուցում, փողոցների ասֆալտապատում, գազատարների ջրամատակարարման ու ջրահեռացման ցանցի կառուցում կամ նորոգում, նաև մանկապարտեզի կառուցում։ Կառավարությունը նույն նիստում հաստատեց տվյալների դասակարգման համակարգ ստեղծելու եւ դրա կիրառման կարգը։ Հավանություն տվեց փոխկապակցված եւս մեկ կարգի։ Սրանց անհրաժեշտությունն առաջացել է համակարգերի փոխգործելիությունն անխափան ապահովելու նպատակով, ինչն էլ բխում է հանրային տեղեկությունների մասին օրենքից։ Խոսքն այն մասին է, որ պետական մարմինները քաղաքացիներից միևնույն տվյալը չպահանջեն տարբեր առիթներով, ու եթե մեկ անգամ այդ տվյալը ստացվել է, այն հասանելի դառնա նաև մյուս մարմիններին։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, շատ կարևոր է, որ մի ստանդարտով լինեն այդ տեղեկությունները, որ իրանք իրար հետ կարողանան փոխանակվեն։ Օրինակ, եթե մեր ներքին վարչատարածական միավորների մասին տեղեկություն լինի, օրինակ բնակչության պետական ռեգիստրում իմ տեղեկությունները կարող են հասցեն գրածված լինի եւ միտեղ գրված լինի օրինակ քաղաք Երևան, միտեղ կարող է գրված լինի Երևան, միտեղ կարող է գրված լինի Կարճ, Երև եւ այլն։ Մենք ստեղծում ենք մի ստանդարտ, տվյալների ստանդարտ, որը պիտի օգտագործենք շտեմարաններում տվյալների մուտքագրման եւ պահպանման համար եւ հետո օգտագործման համար։ Թղթի վրա տվյալ չի լինելու, Excel-ի շիթով ինչ-որ մեկի կոմպյուտերում տվյալ չի լինելու, բոլոր տվյալները պետք է շտեմարանում լինեն, կառավարչական համակարգում գրանցված, դրա հիման վրա կատալոգ է ձևավորվում եւ կատալոգում բոլոր տվյալները բաց ծրագրային միջերեսով API-ը հասանելի է լինենում, որ կարողանան ավտոմատ տվյալները ինտեգրեն իրենց ավտոմատ համակարգերում։ Կարևորվեց, որ տվյալների շտեմարանները կարգի բերելու համար այսքան ջանք ներդնելուց հետո չպարզվի դրանք արժանահավատ չեն թվում այս կամ այն պետական հաստատությունում, ու միևնույնն է մարդկանցից թղթային տարբերակ է պահանջվում։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց այս փուլում քննարկել ու կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել։ Մտավախությունս գալիս է էլեկտրոնային ծանուցումներից, որ միասնական պրակտիկա չեմ զգում մինչև օրս։ Չնայած որ կարծում եմ, որ օրենսդրությունը բավարար հստակ ասում է, որ էլեկտրոնային ծանուցումը պատշաճ ծանուցում է, բայց այնուամենայնիվ լինում են դեպքեր, որ տենց ինչ-որ միանշանակ չին կալումները։ Ուզում եմ ասեմ, որ այս փուլից սկսած մենք պիտի այնպես անենք, որ բոլորի մեջ, բոլոր պրակտիկաներում հստակ ամրապնդվի, որ մենք գնում ենք տվյալների իրավական լիարժեք ուժի սկզբունքով։ Հակառակ դեպքում մենք երբեք չենք ունենա թվայինացում, ինչը նշանակում է երբեք չենք ունենա քաղաքակիրթ ծառայությունների մատուցման հնարավորություն, ինչը որ անթույլատրելի է։ Գործադիրը հաստատեց նաև Հայաստանից Եվրոպական միության երկրներ սառեցված, վերամշակված ձկան կամ ձկնամթերքի արտահանման կարգը։ Եվրոպական հանձնաժողովը 2025 թվականին էր թույլատրել հայկական այս տեսակի արտադրանքի արտահանումը Եվրամիություն, իսկ 2026 թվականին էլ Հայաստանին էր փոխանցվել, թե ինչ ընթացակարգեր եւ ինչ պահանջներ են գործում։ Այս ընթացքում բավականին աշխատանք է արվել եւ փաստորեն այսօր մենք ավարտում ենք այդ աշխատանքը ըստ էության։ Հայաստանյան օրենքներում համապատասխան փոփոխություններ են արվել, սահմանվել ընթացակարգեր ու ապահովվել անհրաժեշտ իրավական հիմքեր։ Եվրամիության ընթացակարգերը տեղայնացվել են Հայաստանում։ Ընդունված վերջին կարգերի համաձայն տնտեսվարողները փաստաթղթերը պետք է ներկայացնեն սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, մոնիտորինգ անցնեն, այնուհետև ստանան կոդ։ Ու քանի դեռ ստուգումների կամ որևէ այլ պատճառով տնտեսվարողը չի զրկվել այդ կոդից, դա բավարար է լինելու Եվրամիության երկրներում դրա միջոցով տեսնելու կազմակերպությանը վերաբերող բոլոր տվյալները եւ հնարավոր է լինելու արտահանում իրականացնել։ Փոխվարչապետը նկատեց, որ այդուհանդերձ ապրանքի հետագծելիության խնդիրը դեռ լուծված չէ, ինչի պատճառով էլ բեռնափոխադրողները խուսափում են այդ նոր շուկաներից։ Իրենք չեն ուզում, որովհետև այդ կոդը նաև ենթադրում է, որ այդ ապրանքը պիտի կապարակնքվի այդ կոդով
եւ այդ կապարակնքով անցնի ԵՄ սահման, որը մենք ոչ մի կերպ չենք կանում։ Մենք կապարակնիկների հարցը այդպես էլ չլուծեցինք։ Եթե շարունակենք չլուծել, ես կարծում եմ, որ անկախ մեր բոլորիս եւ ձեր մասնավորապես ջանքերից մենք խնդիրը չենք լուծելու։ Այդ կոդի տակ մաքսավորը եթե չի տեսնում կապարակնիկ էլեկտրոնային, ինքը միանգամից իրավունք ունի ենթադրել, որ այնտեղ ոչ թե ձուկ է, այլ օրինակ հավ։ Ինչը որ նշանակում է, որ իրան հավելյալ զննության գործառույթ պիտի իրականացնի։ Իսկ այդ պարագայում բնականաբար եւ բիզնեսի եւ բեռնափոխադրողների համար անորոշության սպեկտրը այնքան է մեծանում, իսկ այդ անորոշությունը դա ծախս է, որովհետեւ 1 ժամ ավել սահմանին կանգնելը, 2 ժամ ավել եվրոպական երկրում երթևեկելը, այդ ամեն ինչ ծախսեր է, որոնք այլևս գնագոյացման մեջ անհետաքրքիր են դարձնում մեր ապրանքը։ Ընդունվեց, որ ապրանքի հետագծելիության խնդիրը բարդ է, որի լուծումը սակայն պետք է գտնել։ Աննա Զախարյան, լուրեր։